ինչ ակնկալիքներ ունենք, որովհետև վերջին շրջանում Միացյալ Նահանգների դեսպանատանը փոխանցել նամակ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթուրյանի նկատմամբ տեղի ունեցող ողջունությունների հետ կապված, որն է ձեր ակնկալիքը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, մենք փորձում ենք բախել բոլոր միջազգային կառույցների, ազդեցիկ միջազգային դերակատարների դռները, որոնք որ ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի ցույց դնենք այն հայտարարությունը, որը որ կատարվում է ներկայումս մեր օրերում Փաշինյանական ռեժիմի օրոք, երբ քաղաքական սուրբ քննադատությունների համար կարող են մարդկանց կալանավորել քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթուրյանին, եւ պետք է փաստեմ, որ այս նույն հոդվածով, այդ տխրահարչակ, այդ խուլիգանության հոդվածը առաջին անգամ չէ, որ նրանք կալանավորվում են։ Առաջին կալանավորումը տեղի ունեցել 2024 թվականի մարտ ամսին։ Հիմա իշխանությունները ըստ էության նույն գործիքակազմն են կիրառում եւ փորձ են անում տորպեդահարել անտիֆեյքի գործունեությունը, որը բնականաբար նրանց չհաջողվեց, եւ մեր խնդիրն է միջազգային կառույցներին հասցնել այն ամենը, ինչ որ կատարվում է։ Միջազգային կառույցները չէ՞ տեսնում ինչ է կատարվում Հայաստանում, կամ լռությունը ինչով է պայմանավորում։ Լռությունը առաջնահերթին պայմանավորում եմ աշխարհաքաղաքական առաջնահերթություններով, որովհետև տեսեք, նույն Եվրոպական միությունը, երբ ժամանակին Հայաստանում, թեկուզ նախկին իշխանությունների օրոք կարող էր մի փոքր որևէ մեկի մազը ծռվել, անմիջապես հայտնում էր Պյոտր Սվիտալսկին եւ խիստ դատապարտող հայտարարություններ էր իրականացնում, իսկ այսօր ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ուղղակիորեն լռում է, երբ դասական քաղաքական բռնաճնշումներ են տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանական վարչախմբի օրոք, եւ մեր խնդիրն է, որպեսզի մենք ստիպենք, որ իրենք չլռեն, որ իրենք հավատարիմ մնան լիբերալ եւ ժողովրդավարական արժեքներին, այն արժեքների, որոնց հիման վրա նույն ԵՄ-ն ստեղծվել է։ Եվ մեր խնդիրն է, որ ստիպենք, որպեսզի իրենք ռեալ պոլիտիկա ասվածը մի կողմ դնեն, դադարեն շարժվել աշխարհաքաղաքական, այս րոպեական առաջնահերթություններով եւ վերադառնան իրենց գաղափարական ակունքներին։ Հիմա ինչ պահանջեք նամակի մեջ, սեքանդ ստորի ասացիք, բովանդակությունը մեջ Ելույթների ընթացքում ավելի մանրամասն կներկայացվի, ես առավել ընդհանրական նշեմ, որ մեր խնդիրը, որպեսզի նրանք դադարեն լռել, դադարեն խուլ ու համր ձևանալ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող այս խայտառակ երևույթների նկատմամբ։ Այսօր տասնյակ քաղաքական բանտարկյալներ կան, երեկ էլ մենք տեսանք, թե ինչ էր կատարվում, ձերբակալվեց արդեն Արշակ Սրբազանը, եւ Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանական վարչախումբը ըստ էության ես ոչ մեկ անգամ ասել սրա մասին, հաստատում է կոշտ ավտորիտար եւ հետագայում նաեւ տոտալիտար իշխանություն։